Ապրիլի 11-ին և 12-ին Երևանում կանցկացվի Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Սամբոյի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ այս տարի Հայաստանը կհյուրընկալի 22 երկիր և 570 մարզիկ։ Սա երրորդ տարին է անցկացվում այս աշխարհի գավաթը Հայաստանում, որը այն միտք ունի, որ Հայաստանից չի գնալու եւ անցեկացվելու Գազպրոմ արենայում Երևանում մեր թիմը բավականին պատրաստ է, նախապատրաստական աշխատանքները ամեն ինչ արված են, այս պահին թիմը ուսումնամարզական հավաքների մեջ են, որ արդեն ընդգծված աշխատանքը արդեն մոտեցնենք մեր մրցումներին, հույս ունեմ, որ մեր սպորտսմենները իրենց հմտություններով, իրենց պրոֆեսիոնալիզմով ցույց կտան բարձրակարգ սպորտ եւ կուրախացնեն մեր ժողովրդին։ Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Հովիկ Խոջոյանն էլ նշել է, որ թիմը պատրաստ է ոչ միայն մրցապայքարին, այլև հյուրերի ընդունելությանը։ Այսօր Սամբոն այնպես է զարգացել, որ շատերը հյուրերը գալիս են հենց Հայաստանի համար, որովհետեւ Հայաստանը դարձել է Սամբոյի կենտրոն, մարդիկ հաճույքով են գալիս հանդիպելու մեր հետ զբոսնելու Երևանում եւ հույս ունեմ, որ միջոցառման նպատակը կիրականացնենք, հյուրերը հաճույքով կգան եւ հաճույքով կգնան եւ մեր մարզիկները կարդարացնեն, մենք էլ կունենանք մեր համապատասխան քանակի մեդալները։ Խոջոյանի խոսքով Հայաստանի հավաքականը մրցաշարում կներկայացնի սպորտային եւ մարտական սամբոյի կազմերով, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պայքարում։ Նրա գնահատմամբ հավաքականն ունի առնվազն 7-8 մեդալի հավակնորդ։ Հայաստանի հավաքականի անդամ աշխարհի գործող գավաթակիր Կարեն Սարգսյանն էլ վստահեցրել է, որ մարզիկները գտնվում են լավ մարզավիճակում եւ պատրաստ են առավելագույն արդյունքների հասնել։ Անելու ենք ամենակարևորը բարձրագույնը, որպեսզի հասնենք մեր առջև դրված պլանի իրականացմանը, աշխատելու ենք, որպեսզի մեդալը գույնը շատ կարևոր է ինձ համար, որպես մարզիկ ես կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի ոսկին, իմ քաշային կարգի ոսկին մնա մեր երկրում եւ արժանիորեն հնչեցնել մեր հիմնը, բարձրացնենք մեր եռագույնը մեր հողի վրա։ Անդրադառնալով մրցապայքարին Միքայել Հայրապետյանը նշել է, որ ֆավորիտների թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան եւ մի շարք ասիական երկրներ, սակայն ընդգծել է, որ հայ սամբիստները վերջին տարիներին ապացուցել են իրենց մրցունակությունը միջազգային հարթակներում։ Նրա խոսքով սպասվում է թեժ եւ հետաքրքիր պայքար։ Կազմակերպիչները հայտնել են նաեւ, որ մրցումների մուտքն ազատ է։ Գոտեմարտերը կմեկնարկեն ապրիլի 11-ին ժամը 10-ից, իսկ եզրափակիչ փուլը նախատեսված է նույն օրը 17:30-ից հետո։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։